առավոտյան Միացյալ Նահանգների օդուժը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային առանցքային օբյեկտներին, Թրամփի պնդմամբ դրանք ամբողջությամբ ոչնչացվել են, սակայն իրանական կողմը հայտնել է, որ նախապես իմանալով ամերիկյան սպասվող հարձակման մասին, Ուրանի հարստացած պաշարների որոշակի մասը դուրս է բերվել եւ տարհանվել անվտանգ վայր, թե ինչ սցենարներ են հնարավոր Միացյալ Նահանգների կողմից Իրանին հարվածելու որոշումից հետո այս պահին տաղավարում կքննարկեմ քաղաքագետ Ստեփան Դանելյանի հետ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Ձեր գնահատմամբ ինչը Թրամփին դրդեց հիմա գնալ Իրանի դեմ պատերազմին միանալուն։ Իհարկե Թրամփը դեռևս ասում է, որ սա միանգամյա հարված է, եթե Իրանը գնա խաղաղության, մենք էլ չենք շարունակի, բայց դա բնականաբար որևէ բանի երաշխիք չէ եւ ռազմական գործողությունները կարող են շարունակվել եւ ընդլայնվել, նաեւ կախված Իրանի պատասխանից։ Ինչու հիմա Թրամփը որոշեց գնալ այն ճանապարհով, որը Իսրայելն էր երկար ժամանակ պարտադրում ճնշում։ Մենք խոսում ենք Թրամփի մասին, ենթադրելով, որ Թրամփն է որոշումներ կայացնում, ապա ես բերեմ Սթիվ Բենոնի խոսքերը, բայց միջև այդ ասեմ ով է Սթիվ Բենոնը։ Սթիվ Բենոնը 16 թվականին եղել է Թրամփի ընտրությունների հիմնական ստրատեգը եւ Cambridge Analytica-ի խմբի հետ է համագործակցել եւ ըստ էության եզակի մարդն էր, որը 16 թվականին հավատում էր, որ Թրամփը նախագահ է դառնալու։ Թրամփը իր կինը եւ մյուսները չէին հավատում, իրենց համար շոու էր դա, հա։ Եվ հետագայում Բենոնը դարձավ գլխավոր խորհրդական, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի անդամ եւ այլն, որից հետո դուրս եկավ իրեն հանցին խնդիրներ առաջացավ նաեւ Թրամփի հետ։ 2 օր առաջ Բենոնը միջև այս հարվածները ասել էր, որ հարվածները լինելու են եւ եթե Թրամփը հանգարց չհամաձայնի, որ հարվածները լինեն, ապա Թրամփին կսպանեն եւ պատասխանատվությունը կդնեն Իրանի վրա եւ միևնույնը հարձակումը կլինի։ Այսինքն ըստ Բենոնի, որը ամենատեղյակ մարդկանցից մեկն է, ուրեմն Թրամփը չի որոշումներ կայացնողը։ Եվ նույնիսկ կարծիք կա, երբ որ ինքը ասում է չեմ հարվածի, հետո հարվածում է, երբ որ բանակցություններ են գնում, ինքը ասում է միջև չավարտվի որևէ գործողություն չի լինի, հետո այդ հարվածը եղավ Իրանի վրա։ Ինքը ասում էր, որ 2 շաբաթ ժամանակ եմ տալի, որից հետո նոր կորոշենք, կմտնենք այս միջուկային օբյեկտների հարվածները, հետո մի օր հետո այդ հարվածները տեղի են ունենում։ Այսինքն մի տեսակետ կա, որ Թրամփը ուղղակի ստախոս է, եւ մյուս տարբերակը, որ Թրամփը չի որոշումներ կայացնում, իրեն պարտադրում են։ Հիմա ինչ սցենարներ կան, չէ, որքան հասկանում եմ հարցը դա էր, ուրեմն այն ուժերը, որոնք պլանավորել են այս պատերազմը Իրանի դեմ, ես կարծում եմ, որ արդեն իրենց պլանավորումը չի աշխատում։ Եվ եթե մենք հարցնենք նույն Նաթանյահուին, Թրամփին եւ այդ մյուսներին, թե հաջորդ քայլերը ինչ է լինելու, արձագանքը ինչ է լինելու, պատասխանը ինչ է լինելու, ես կարծում եմ միանշանակ ոչ ոք չի կարող պատասխանել, որովհետև Իսրայելում էլ չէին սպասում, որ Իրանը նման հրթիռներ ունի, նման քանակությամբ եւ կարող է այդպիսի հարվածներ հասցրել եւ նույն Իսրայելում արդեն բավականին բնակության շրջանակում արդեն վախի մթնոլորտ գոյություն ունի, արդեն ճամպրուկներով մի մասը փորձում են ինչ-որ տեղ գնալ, ավերվածությունները շատ են։ Հիմա սա որտեղ կկանգնի, պարզ չի։ Ես կարծում եմ արդեն այս սցենարները, որոնք նախորդ գծվել էին, պլանավորել էին, արդեն չի աշխատում։ Եվ այստեղ հիմնական հարցը այն է, թե կլիկվիդացնեն Ռաղբարին, թե չեն լիկվիդացնի, որովհետև հարվածից առաջ ըստ ամերիկյան աղբյուրների իրենք զգուշացրել են, որ հոգևոր առաջնորդի նկատմամբ որևէ գործողություն չի լինի։ Ինչ է նշանակում, եթե լինի գործողություն։ Դա նշանակում է Իրանի քաղաքական համակարգը, լեգիտիմ համակարգը փլուզվում է, որի կենտրոնական դեմքը Ռաղբարն է։ Իսկ Իրանը կորպորատիվ պետություն է, դա այնց տոտալիտար երկիր չի, վերևից ներքև sense բրկաձև, հա, այնտեղ շատ տարբեր կառավարման ինստիտուտներ կան բավականին բարդ։ Եվ այդ առումով, եթե Ռաղբարին ոչնչացնեն, դա նշանակում է քաղաքական պատերազմ Իրանում, իսկ քաղաքական պատերազմը կտարածվի եւ Ադրբեջան, եւ Թուրքիա, եւ Պակիստան, եւ գուցե արաբական աշխարհ, այսինքն սա մոտակա 30 տարում մենք գլոբալ ցնցումների մեջ ենք հայտնվելու։ Եվ այդ առումով, եթե քաղաքական համակարգը փլուզեն, վտանգները սարսափելի մեծ է լինելու։ Մյուս կողմից, բայց տեղեկատվություն եղավ, ամերիկյան աղբյուրները գրեցին, որ իր հնարավոր սպանության սցենարը հաշվի առնելով Իրանի գերագույն առաջնորդը Այաթոլլահ Ալի Խամենեին իր հնարավոր
հետնորդների տեխնացություններն է հաստատել, որ եթե նման սցենար լինի, ապա կառավարման ճգնաժամ չլինի եւ հստակ լինի, թե ով է լինելու հաջորդ ղեկավարը, որովհետեւ նաեւ նմանատիպ տեղեկություններ տարածվում նաեւ Իրանի ռազմական ղեկավարության հետ կապված։ Առաջին օրը, երբ որ իսրայելական հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գրեթե առանցքային հրամանատարները բոլորը սպանվեցին, միանգամից արդեն նշանակումներ եղան, թե ովքեր են նրանց փոխարինելու եւ տեղեկություններ եկան, որ այս սցենարներն էլ հաշվարկված, թե ով է ամեն մի պաշտոնյայի փոխարինելու նման ֆորս-մաժորային իրավիճակում։ Այսինքն չի հաջողվի արդյոք Իրանի նման սցենարի դեպքում պահպանել կայունությունը կառավարման ոլորտում։ Դժվար է ասելը, առաջինը նախ հիմա բավականին ֆեյք լրատվություն կա, որն է ճիշտ, որը սխալ, շատ դժվար է հասկանալ, բայց մյուս կողմից այո, այդտեղ տրամաբանություն կա, որ լուրջ երկրներում գոնե հնարավոր է նման սցենարներին պատրաստվում են, որքանով կստացվի, որքանով չի ստացվի, ես չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է։ Ուրեմն Իրան-իսրայելյան կամ արդեն Իրան-ամերիկյան պատերազմից հետո աշխարհը արդեն այն նույն աշխարհը չի, եւ Իսրայելը արդեն այն նույն Իսրայելը չի, եւ Իրանը նույն Իրանը չի, որովհետեւ այս ամեն ինչը հանգստանալուց հետո, տա Աստված, որ որոշ ժամանակ հետո ինչ որ ձևի լուծում լինի եւ այս պատերազմը չշարունակվի եւ ընդհանրապես վերահսկողությունից դուրս չգա, ապա Իրանում այո քաղաքական ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն, որովհետև այդ փոփոխությունները վաղուց հասունացել են եւ նաեւ կառավարման համակարգի գաղափարախոսության առումով ես կարծում եմ Իրանում տրամաբանական է սպասել, որ լինեն լուրջ փոփոխություններ եւ նաեւ կառավարման համակարգում ընդհանրապես եթե մենք մյուս երկրների սցենարները նայենք նույն մերձավոր արևելքի նման ցնցումներից հետո որպես կանոն զինվորականներն են գալիս իշխանության եւ զինվորականները ավելի աշխարհիկ ռեժիմ են հիմա Իրանում այս սցենարը կլինի թե չի լինի ես դժվարանում եմ ասել բայց մի բան 100%-ով կարելի է արդեն իսկ ասել այդ երկրում լինելու են լուրջ փոփոխություններ Տեսեք, նախմիջուկային ծրագրի հետ կապված, հիմա Թրամփ հայտարարում է, որ գլխավոր միջուկային օբյեկտները ռմբակոծել ենք, ոչնչացրել ենք, դեռ էլի բաներ կան եւ եթե Իրանը խաղաղության չգնա, դրանք էլ կոչնչացնենք, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ Իրանը պատրաստ էր այս հարձակմանը եւ վաղօրոք արդեն էվակուացիան իրականացրել էր։ Հիմա ձեր կարծիքով Թրամփի այս հարվածը եւ Իրանին հասցված հարվածը շարունակություն կունենա եւ դա ինչից կախված կլինի, որովհետեւ կա կարծիք, որ այս պարագայում Թրամփը նման քայլի գնալով փորձել է Իսրայելի եւ իր դեմքը փրկել, քանի որ Իսրայելը այս օրերի ընթացքում չի կարողացել իր դրած գլխավոր նպատակին հասնել, միջուկային օբյեկտները ոչնչացնել ու դրա հնարավորությունն էլ չունի։ Հիմա այս պարագայում Միացյալ Նահանգների հետագա պատերազմը շարունակելու որոշումը ինչից կախված կլինի ձեր գնահատմամբ։ Կա նաև տեսակետ, որ բնականաբար Իրանում սպասում են, որ այդ հարվածները կլինեն, որտեղ այդ հարվածների մասին շատ երկար էր արդեն խոսվում, արդեն մեկ շաբաթից ավել, որ ինքնաթիռները, այդ ինքնաթիռները ինչպես են գալի մերձավոր արևելքում Միացյալ Նահանգների բազաներից զինվորների տարհանում էր տեղի ունենում եւ ակնհայտ էր, որ հարված լինելու է։ Բայց մյուս կողմից գուցե նաև դրանից բացի զգուշացրել են նույն ամերիկացիները, որ հարված է լինելու, որ այդ ուրանը տեղափոխվի, ինչ-որ բաներ տեղափոխվեն, որովհետև պատկերացրեք, եթե հարվածը հաջող լիներ, չնայած դեղ ասում են մինչև 80 մետր խորությամբ է եւ նույնիսկ այդ ամերիկյան ռումբերը չեն կարող լուրջ վնաս պատճառել, բայց ենթադրենք պատճառեցին, դուք պատկերացնում եք ինչ ռադիացիոն վարակում կլիներ, գուցե երկրաշարժեր լինեին այդ հարվածներից, նույնիսկ առանց միջուկային հարվածի նման ռումբերը կարող են երկրաշարժ առաջացնել եւ հնարավոր է մենք արդեն մոտ ժամանակներ ինչ որ երկրաշարժներ տեսնենք այդ մեծ տարածաշրջանում, գուցե նաեւ մեր տարածաշրջանում։ Հիմա այդ առումով գուցե այդ հարվածը արվել է եւ զգուշացումը արվել է ինչ որ ձևի եւ այդ առումով երևի ինչ որ կառավարելի մթնոլորտ է այնուամենայնիվ։ Հիմա լուծումը ինչպես կլինի, նայեք, եթե Միացյալ Նահանգները հայտարարում են, որ գիտեք ինչ, մեր ծրագիրը իրականացրեցինք, միջուկային կենտրոններին հարվածեցինք, հիմա արդեն կարող ենք խաղաղության մասին խոսել, գուցե այդ առումով դա հիմք է, որը խփեցինք, հիմա կարելի է արդեն նստել պայմանավորվել եւ նաեւ Իսրայելին ինչ որ ձևի բավարարել, նաեւ իսրայելական լոբին Միացյալ Նահանգների։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այս հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչանալ։ Հետևաբար, եթե նպատակ էր հայտարարված եւ ի սկզբանե նաեւ Իսրայելի կողմից հարձակման հիմնավորում էր ներկայացված, որ միջուկային զենք են ուր որ է ստեղծում, պետք է ոչնչացնենք, ու այդ նպատակին չեն հասնում, լինում է պարզապես
սիմվոլիկ հարված միայն այդ բանը բավարարելու համար, ապա ինչպես է դա հիմնավորվելու, որ վերջ այլևս Իրանի դեմ ռազմական գործողություններ չենք շարունակում։ Նույն ձևի ինչպես հիմնավորվում էր, որ Իրանում միջուկային ռազմական զենք են պատրաստում, որտեղ ոչ մի հիմնավորում չկար, հա, ոչ մի ապացույց գոյություն չուներ։ Եվ Իրանը նույնն առաջի պայմանավորվածության ժամանակ ինքը բացել էր իր բոլոր եւ մոնիտորինգների տակ էր գտնվում։ Ինչպես ասում են, որ արդեն 20 տարի է, ասում են հեսա մի տարի հետո, կես տարի հետո, մի քանի ամիս հետո Իրանը արդեն միջուկային զենք է ունենալու, մինչև հիմա ասում են։ Հիմա այդ նույն ձևը էլ կասեն արդեն չի կարող ունենալ, հա, որովհետեւ այստեղ արդեն սպեկուլյացիա կա։ Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, Իրանի միջուկային ծրագիրը սկսվել է դեռևս շահի ժամանակ եւ առաջերտին դա խաղաղ բնույթ ուներ եւ առաջերտին գերմանացիներն են, չէ, սկսել այդ Բուշերի ատոմակայանի կառուցումը։ Եվ նաեւ այն ժամանակ, շահի ժամանակ հատուկ ծառայությունները տրեյնինգ էին անում Իսրայելը եւ Մոսադը։ Եւ Մոսադը օգնում են ստեղծել իրենց այդ սավակը, հա, շահի ծառայությունը։ Եվ նաև հիշեցնեմ, որ շահի ժամանակ աշխարհում ամենաշատ քանակի ուսանողներ Իրանից են գնում Միացյալ Նահանգներ։ Այսինքն այն ժամանակվանից միջուկային ծրագիրը գոյություն ունի, բայց մենք տեսնում ենք, որ Իրանը միջուկային զենք դեռևս չունի։ Ես կարծում եմ, սա ուղղակի ձևակերպումներից է կախված։ Կուզեն կձևակերպեն, որ միջուկային զենքի այդ կենտրոնները արդեն հարվածել են, Իրանը չի ստեղծի կամ եթե ցանկանա ստեղծել մի 20 տարի կտևի, հա, արդեն միջև դա Եթե կուզեն, կասեն չէ, շարունակվում է եւ ելի մի երկու շաբաթից հետո Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ Այսինքն քաղաքական որոշումից է կախված եւ ձևակերպումներից։ Լավ, եկեք հարցի մի այլ տեսանկյունից նայենք, պարոն Դանելյան, հատկապես հաշվի առնելով Թրամփի գործոնը։ Թրամփի նախագահության առաջին շրջանն աչքի ընկավ ի օգուտ Իսրայելի եւ նաեւ հակաիրանական կոշտ քայլերով, մասնավորապես նախ միջուկային գործարքից Թրամփը դուրս եկավ, չէ՞ որ տարիներ շարունակ բանակցությունների արդյունքում լուծման էին գնացել սահմանափակ ծավալներով 3.67% կարծեմ այդ սահմաններում ուրանը հարստացնելու խաղաղ նպատակով թույլտվություն ուներ Իրանը, սանկցիաները վերացվել էին, միջազգային վերահսկողություն կար, կարծես լրիվ իրավիճակը այլ էր։ Եվ Թրամփը գալիս է ու դուրս է գալիս այս գործարքից։ Եւ կրկին այս հարցը գնում է ճգնաժամային ու կոնֆրոնտացիայի ճանապարհով։ Եվ Իրանը սկսում է հարստացնել 20%, 60%։ Բացի այդ, Թրամփի մյուս գործողությունները, Սոլեյմանիի սպանությունը, Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչել Իսրայել եւ մնացած մի շարք այլ քայլեր։ Եվ երբ Թրամփը այս տարվա սկզբին կրկին հաղթեց եւ նախագահի պաշտոնով վերընտրվեց, բոլորս այդ թվում մենք էլ մեր տարբեր զրույցներում քննարկել ենք, թե ինչ է լինելու։ Արդյոք Թրամփի գալը նշանակում է, որ Իրանի դեմ կտրուկ քայլեր են լինելու եւ այս պարագայում հարցը այլևս վերջնական է դրված լինելու, չեզոքացնել Իրանի գործունեությունը։ Մանավանդ որ Իսրայելի կողմից մենք տեսնում ենք այս ճնշումը ու մշտապես Իսրայելում հայտարարում են, որ ավելի լավ պահ Իրանի հարցերը լուծելու համար, քան հիմա է, այլևս չի լինի։ Եվ այս ընթացքում եղավ Թրամփի կողմից բանակցություններ Իրանի հետ։ 5 փուլ, դրանք ոչնչի չհանգեցրին, բայց այդ փաստը ու ժամանակավոր այդ դադարը հարցեր էր առաջացնում։ Հիմա Թրամփը ուզում է Իրանին հարվածել, թե չի ուզում։ Եվ կտրուկ ահա տեսնում ենք, որ բանակցությունները տապալվում են, Իսրայելը հարձակվում է եւ Միացյալ Նահանգներից դիված թեկուզ սահմանափակ այս տեսքով ներքաշվում է պատերազմի մեջ։ Այս դեպքում ինչպես հասկանալ, Թրամփն էլ հենց ինքը նման որոշում եւ ցանկություն ուներ ռազմավարական պլան, թե ամեն դեպքում փորձում էր խուսափել պատերազմի մեջ ներքաշվելուց, նաեւ գուցե իր հեղինակության համար, որտեղ նա խաղաղություն հաստատելու խոստում բերի իր ողջ քարոզարշավը շարունակել։ Այնպես հասկանալ այս փոփոխությունն է։ Բանակցություններ, հետո միանգամից Իսրայելի հարձակում, ինչ է փոխվել ընթացքում։ Ուրեմն կա տեսակետ, որ Թրամփի նախագահ դառնալու գինը հենց այս Իրանի դեմ պատերազմ սանձազերծելն էր, որտեղ Թրամփին բավականին լուրջ ուժեր օգնեցին, որ ինքը դառնա նախագահ եւ դրա դիմաց ինքը պետք է կատարի այն, ինչ որ հիմա կատարում էր։ Այսինքն սա պետք է տեղի ունենար եւ որոշողը Թրամփը չէր։ Դա իր գինն էր, հա, եթե վերադառնանք Հայաստան, փողոցից մեկը գալիս է դառնում է վարչապետ, գինը Արցախը հանձնել էր։ Գուցե այդ էր պայմանավորվածությունը, իր իշխանության գինը սա էր։ Այն մարդը, որը ստանձնում է անել այն, ինչ որ իր առաջ դնում են, ինքը դառնում է համապատասխան երկրի ղեկավար։ Այս առումով, երբ որ մենք ասում ենք Թրամփը ուզում էր, թե Թրամփը չէր ուզում, առաջանում է հարտից Թրամփն է դա որոշողը եւ նորից հիշեցնեմ Թրամփին ամենալավ ճանաչող անձնացից մեկը եւ նաեւ լավ տեղյակ Սթիվ Բենոնը ինչ էր ասել 2 օր առաջ։ Ուրեմն այդ պատերազմը ինչ որ առումով որոշված է։ Հիմա ինչ վերաբերում է Թրամփի այդ հայտարարությունները ինքը ասում է, քանի որ բանակցություններ են գնում, մենք
Կամ ասում էր, որ Նեթանյահուին զգուշացրել է, որ չհարվածեն Իրանին դեռ բանակցում են։ Որից հետո Իսրայելը հարվածում է, հետո ինքը ասում է 2 շաբաթ ժամանակ եմ տալի հարված չի լինելու եւ մի օր հետո հարվածը տեղի է ունենում։ Հիմա մի կողմից մարդիկ կան, որոնք ասում են, գիտեք, սա քաղաքական հնարքներ է, որտեղ եթե թշնամու դեմ հարձակում ես անում, դա պետք է լինի ակնկալ, անակնկալ հարված, որ թշնամին չպատրաստվի։ Բայց մյուս կողմից մենք գործ ունենք աշխարհի գերտերության հետ։ Այսինքն աշխարհի գերտերության ղեկավարը, եթե այդպես պարզ ստախոս է, այսինքն ինքը չի կարող գերտերություն լինել, որտեղ դա վարկաբեկվում է այդ պետությունը եւ այդ պետությանը որոշակի վստահություն արդեն գոյություն չունի, որտեղ գերտերություն լինելը դա ոչ միայն տնտեսության հնարավորություններն են, չնայած իրենք արդեն այդքան էլ առաջ չեն, ոչ միայն ռազմական հնարավորություններն են, մենք տեսնում ենք, որ արդեն եւ Ռուսաստանը եւ հիմա Չինաստանը շատ արագ ռազմական աճ է ունենում, այլ նաև կա հեղինակության հարց, սկզբունքների հարց։ Եթե դու սկզբունքներ չունես, դու չես կարող լինել գերտերություն, դու անվստահելի պարտներ ես, այսինքն դու դատավորի ֆունկցիա կամ ժանդարմի ֆունկցիա չես կարող կատարել։ Սա այն կարևոր բանն է, որը մենք պետք է եզրակացնենք տվյալ իրավիճակից եւ նման եզրակացություններ կանեն նաև մյուս երկրները, որտեղ եթե այս ամեն ինչը արվեց նրա համար, որ Իրանը միջուկային զենք չունենա, ապա առաջանում է հարց, իսկ մյուս երկրների անվտանգությունը ինչից է պայմանավորված։ Պայմանավորված է միջուկային զենք ունենալով։ Հիմա թող մի հատ հարձակվեն Հյուսիսային Կորեայի վրա։ Իրենց թույլ չեն տալի, չէ՞, որտեղ պատասխանը կստանան։ Մյուս երկրները նույնպես հասկանում են, որ իրենք պետք է միջուկային զենք ունենան, որտեղ այլ տարբերակ չի գործում, որտեղ համաշխարհային կարգ չկա, այլևս մնացորդներն էլ այլևս գոյություն չունեն, միջազգային իրավունք այլևս չկա, գերտերությունը ստախոս է, սկզբունքներ չունի, խաբեբայ է։ Բայց այդպես Միացյալ Նահանգները անձամբ մեկ այլ պետության հարված է հասցնում։ Հիմնավորումը դեռ մի կողմ, եւ հենց Իրանի արտգործնախարարն այսօր դա է հայտարարում, որ Միացյալ Նահանգները ագրեսիայի է գնացել ՄԱԿ-ի կանոնադրությունը ամեն ինչ ոտնահարելով։ Մի կողմ դնենք, որ այդ միջուկային համաձայնագրի մեջ համաձայնագրին միացել է Իրանը, չի միացել Իսրայելը։ Եվ Իսրայելն էլ ըստ շատ քաչ հայտնի տեղեկությունների վաղուց արդեն որոշակի քանակությամբ միջուկային զենքի տիրապետում է։ Ինչ քանակությամբ էլ է հայտնի, որտեղ էլ են դրան գտնվում, դա էլ է հայտնի, եւ այնտեղ որևէ խնդիր չեն դնում, ասում են դե Իսրայելը թույլ երկիր է, ինքը իր անվտանգությունը ապահովելու այլ տարբերակ չունի, դրա համար մենք ներծով նենց մեր մեջն էլ բոլորս գիտենք, բայց Իրանը պայմանավորվում են, որովհետեւ միջուկային զենք ունենա, բայց նույն արդեն Թուրքիայում են հայտարարում, որ մեզ էլ է միջուկային զենք պետք։ Սաուդյան Արաբիան էլ եւ գուցե արդեն աշխատում են, նախապատրաստական փուլերը գնում են ըստ որոշ տվյալների, նաև Եգիպտոսը, հա։ Հիմա այս առումով հարվածելով այդ միջուկային ծրագրի Իրանի, ճիշտ հակառակ էֆեկտն ենք մենք ստանում։ Չի բացառվում այն սցենարը, որ եթե Իրանի դեմ գործողությունները շարունակվեն, Իրանը հայտարարի, որ այսքան ընթացքում ես խաղ նպատակով եմ ուրան հարստացրել, միջուկային զենք չեմ ուզեցել, բայց քանի որ իմ դեմ արդեն հարձակման է գնում եւ ելք չեք թողնում, ես ինքնապաշտպանվելու համար կգնամ այդ ճանապարհով։ Դե արդեն շատ բարձր մակարդակով նման մտքեր հայտնվում են Իրանում, նաեւ խորհրդարանում, նաեւ կառավարությունում բավականին լուրջ դեմք է, բայց այնուամենայնիվ ֆորմալ առումով Ռաղբարի ֆետվան գոյություն ունի, որ իրենք դա համարում են սատանայի բան եւ դա արգելված է միջուկային զենք ունենալը, բայց այդ ֆետվան կարող է փոխվի, բայց համենայն դեպս այս խոսակցությունները շատ բարձր մակարդակով եւ հրապարակային ձևով արվում են։ Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամեր առաջ աջակցություն հայտնեց Թրամփի որոշմանը Իրանին հարվածելու հետ կապված եւ օրեր առաջ էլ երբ որ Իրանը առաջին հակահարվածը սկսեց, անօթաչուներ հրթիռներ էր ուղարկում Իսրայելի ուղղությամբ, արդեն Հորդանանի Իրաքի օդային տարածքում ոչ միայն ամերիկյան օդուժը, այլև բրիտանական օդուժներ Իսրայելին օգնում, որպեսզի այդ հարվածները չեզոքացնեն եւ թույլ չտան, որպեսզի դրանք Իսրայել հասնեն։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահներ բացահայտ աջակցել, Գերմանիայի կանցլերը, այսինքն եվրոպական առանցքային երկրներ, նաեւ Եվրամիությունը որպես այդպեսին, ասում են, Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, չնայած նրան, որ Իսրայելն էր հարձակում գործել Իրանի վրա։ Այս պարագայում Մեծ Բրիտանիայի
նաև եվրոպական առանձին երկրների ուժային կենտրոնների կողմից այս ամենին աջակցություն հայտնել ինչով է պայմանավոր։ Սա ուղղակի աջակցություն է, թե այստեղ նաև կոնկրետ առանձին այդ կենտրոնների շահեր էլ կան։ Այդ երկրներում բնականաբար հայերական ազդեցությունը նույնպես ուժեղ է, բայց այդ երկրները տարբեր մոտեցումներ ունեն։ Օրինակ Միացյալ Նահանգներից հետո համար երկրորդ երկիրը, որը ռազմական աջակցություն է տալիս, արդեն երևի հասել է 500 միլիոնի, մոտավորապես դա Գերմանիան է։ Գերմանիան դա բացատրում է նրանով, որ կա հոլոկոստ է եղել եւ այլն, եւ Գերմանիան ունի պատասխանատվություն Իսրայելի հանդեպ, բայց նույն Ֆրանսիան ինքը համարյա որևէ օգնություն չի ցուցաբերում ռազմական առումով Իսրայելին, իսկ եթե ինչ-որ օգնություններ տալիս է, այնտեղ ինքը պայմանավորում է մարդու իրավունքների կոնվենցիաներով, որ զենքը չօգտագործվի, ասենք խաղաղ բնակության նկատմամբ հարձակողական չլինի, այլ պաշտպանվելու դեպքում օգտագործի եւ այլն։ Նույն Եվրոպայում մենք տեսնում ենք, որ մոտեցումները տարբեր են եւ նաեւ դա պայմանավորված է արդեն արաբական համայնքների ազդեցությամբ, որոնք արդեն սկսել են հավասարակշռել հայերական փողերին եւ ազդեցությանը։ Այս տենդենսը գնում է եւ արդեն Միացյալ Նահանգներում նույնպես իսլամական համայնքները բավականին ակտիվ են։ Լոնդոնում էլ մենք տեսնում ենք, չէ՞, ցույցեր են անում պակիստանցիները եւ այլն։ Այսինքն այդ ներգաղթի հետևանքով նաև քաղաքական լանդշաֆտն է փոխվում։ Բայց այնուամենայնիվ եվրոպական տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն, նաև արաբական աշխարհն է շատ անհարմար վիճակում։ Նայեք, մենք խոսում ենք Հորդանանի մասին, որքան ես հիշում եմ 60%-ը պաղեստինցիներ են։ Հորդանանի բնակչության 60% պաղեստինցիներ են։ Հորդանանի թագավորի կինը պաղեստինուհի է, որը ռազմական օդաչի է, որքան հիշում եմ, եւ որ ինքնաթիռ Դրա դուստրն էլի դեպ։ Եվ անցած տարի ներեցեք, երբ որ հակահարվածներ եղան, չէ, Իսրայելն ու Իրան առաջին անգամ հրթիռային հարվածներ փոխանակեցին, եւ որ Համասի քաղբյուրոյի ղեկավարներ սպանվել, կարծեմ այդ ժամանակ էր։ Եվ որ Իրանից հրթիռները թռչում էին Իսրայելի ուղղությամբ, Հորդանանի օդուժի կազմում նաեւ հենց Աբդալլահ թագավորի դուստրը որպես ռազմական օդաչու անձամբ ներգրաված էր այդ գործողություններում եւ դրա մասին հայտարարվեց։ Լինելով կիսա պաղեստինուհի, հայ եւ 60%-ը պաղեստինցիներ են։ Եվ նաեւ Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ կա միջպետական պայմանագիր, որտեղ Պաղեստինի անվտանգությունը ապահովում է, Հորդանանի անվտանգությունը ապահովում է Իսրայելը։ Ընդ որում այստեղ եւ որ Հորդանանի հանգամանքին անդրադարձակ, նաեւ պատմական էվոլյուցիան դիտարկենք, որովհետեւ այն ինչ հիմա կատարվում է միայն, չգիտեմ, Թրամփի գալով Նեթանյահուի գոյությամբ չի պայմանավորված։ Իսրայել պետության ստեղծումից հետո եւ որ Մերձավոր Արևելքում արաբա-իսրայելական հակամարտությունը սկիզբ առավ, մի քանի արաբա-իսրայելական պատերազմներ, արաբական աշխարհը դեմ էր, որպեսզի պաղեստինյան տարածքներում Իսրայել պետություն գոյություն ունենա, բայց այս տասնամյակների ընթացքում տեսնում ենք, որ այդ երկրները մեծ հաշվով այսպես ձևակերպենք կամ շարքից դուրս են եկել, կամ որպես գործոն եւ Իսրայելին դիմադրող ուժ չեզոքացվել են եւ հիմա արդեն իսկ Իսրայելը ուղիղ արդեն Իրանին է հասել եւ Իրանին է հարվածում։ Նաեւ Իրանի պրոքսի ուժերը Հեզբոլլահի եւ այլնի մնացածի թույլատրություններ մենք նախորդ տարի տեսանք։ Այս է ինչ պատմական էվոլյուցիա եւ իրականում Իրանի գործոնը չեզոքացնելու բուն նպատակը որն է, որտեվ կարծել որ սա միայն միջուկային այս ծրագրի հետ է կապված, կարծես իրական պատկերը չի արտացոլում։ Ուրեմն եւ Իսրայելը եւ հերանները եւ պարսիկներ ասենք, հա, իրանցիների փոխարեն, իրենք պատմական ժողովուրդներ են հազարամյա մշակույթով եւ 2.5-3000 տարի տեղ ունեցող դեպքեր իրանց մտածողության վրա շատ մեծ ազդեցություն ունեն, հատկապես իրականում երկուսն էլ կրոնական երկրներ են։ Իսրայելը, որ ասում են աշխարհիկ երկիր է, այդտեղ բազմաթիվ փաստեր կարան բերեն, որ սա նույնպես կրոնապետություն է։ Բայց սա առանձին խոսակցություն է։ Ուրեմն իրենց համար այդ մոտեցումը բավականին դրական է փոխադարձաբար եւ երբեք պարսիկները հայրյանների նկատմամբ բացական որևէ էմոցիաներ Իրանում էլ հրական համայնք կա եւ հակառակը եւ նաեւ շահի ժամանակ Մերձավոր Արևելքում ամենամոտ երկիրը Իսրայելի հետ շահն էր, շահի Իրանն էր եւ մենք խոսեցինք, չէ, որ նաեւ իրենց հատուկ ծառայությունների կազմակերպման գործում եւ այլն Իսրայելը բավականին օգնություն է տրամադրել եւ նաեւ երբ որ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ Սաուդյան Արաբիան գլխավորությամբ Սաուդյան Արաբիայի կոալիցիան էներգիաների բան սահմանեցին, էներգետիկ ճգնաժամ առաջ եղավ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, Իսրայելն ով էր նավթ մատակարարում,
Իրանն էր մատակարարում։ Եվ նույնիսկ հեղափոխությունից հետո Իրանա-Իրաքյան պատերազմի ժամանակ, երբ որ եւ Սովետական Միությունը եւ Միացյալ Նահանգները Իրաքին էին օգնում, ապա ով էր Իրանին օգնում, Իսրայելը եւ Իրանները անկախնի ձևով մոտ 3-4 միլիարդ դոլարի այն ժամանակվա դոլարի զենք էին մատակարարում Իրանին։ Մի կողմից հասկանալ է թող իրար երկար կոտորեն եւ նաեւ Իրաքն էր հիմնական վտանգը Իսրայելի համար, բայց մյուս կողմից այդ օգնությունը Իրանները կամ Իսրայելը տալիս էին, չէ, Իրանին։ Պրոբլեմը սկսվեց իսլամական հեղափոխության ժամանակ։ Ինչ էր իսլամական հեղափոխության գաղափարախոսությունը, որ ահա տեսեք կա իսլամական աշխարհ եւ այդ իսլամական երկրները գաղութացված են ըստ էության արևմուտքի կողմից, նույն արաբական աշխարհի եւ այլն, եւ իրենք ուզում են իսլամական հեղափոխությունը տարածել ամբողջ իսլամական աշխարհի վրա, նաեւ արաբների վրա։ Եվ երբ որ 79 թվին իսլամական հեղափոխությունը եղել էր, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Եգիպտոսում եւ այլն, իրենք այդ Խոմենիի նկարներն էին կպցնում մեքենաների վրա, տների վրա, եւ սպասում են երբ է իրենց մոտ նույնպես իսլամական հեղափոխություն կատարվելու, ինչի համար, որովհետեւ իսլամական հեղափոխությունը ուներ նաեւ շատ լուրջ սոցիալական բազա եւ սոցիալական հայեցակարգ, որ աշխատավորներին պետք է օգնել, հարուստները իրենց ճնշում են, ինչ որ առումով կոմունիստական, իսլամական կոնտեքստում կոմունիստական հայացքներ էին հավասարության, արդարության, եղբայրության եւ այլն։ Եվ իր ազդեցությունը տարածելու համար Իրանը հեղափոխությունից հետո ինքը ինչ էր ասում էր ահա տեսեք ես եկել եմ Իսրայելը ազատագրելու նաև կրոնական կոնտեքստում, երրորդ տաճար եւ այլն դե Ալ-Աղսա մզկիթ դրա մեջ չխորանանք շատ։ Այսինքն Իրանը իր ազդեցությունը մերձավոր արևելքի վրա տարածելու համար հակաիսրայելական դիրք էր գրավել։ Եվ որից հետո այս ամբողջ պատմությունը սկսվեց եւ հանուն արդարության պետք է ասել, որ մյուս կողմից Իրանը պաշտոնական դիրքորոշումը այն է, որ Իսրայելի պետության գոյությունը չի ճանաչում, Իսրայել պետությունը պետք է վերանա եւ իրենք նույնիսկ Իսրայել բառը չեն օգտագործում, ասում են սիոնիստական ռեժիմը եւ այլն, այսինքն մյուս կողմից կա նաեւ խնդիր, որ Իրանի այս քաղաքականությունը ինչ որ առումով լուրջ վտանգ է սպառնում Իսրայելի գոյությանը եւ հանուն արդարության ասենք կա նաեւ այն մյուս կողմի ճշմարտությունը։ Լավ, այս պարագայում նման մի հարց, դուք ասում եք, որ քիչ առաջ, որ եթե իրավիճակը ավելի էսկալացիայի չգնա եւ Միացյալ Նահանգներն էլ ասի, հա մենք մեր գործը արեցինք, բավարար է, այլևս էլ միջուկային ծրագրի վտանգ չկա, Իսրայելին դա կբավարարի թե ոչ, որովհետեւ եթե այս ընթացքում նաեւ ամեն ինչ տարավ նրան, որպեսի Թրամփը հիմա որոշում կայացնի եւ Իրանի վրա թեկուզ սահմանափակ հարձակվի, հարված հասցնի, ապա արդյոք Իսրայելին դա կբավարարի եւ Իսրայելն էլ կհամարի սա բավարարող արդյունք։ Երբ որ մենք ասում ենք Իսրայելում նկատի ունենք, այսինքն մենք կարող ենք նկատի ունենալ Իսրայելի քաղաքական համակարգը, Իսրայելի ներկա ղեկավարությանը կամ Իսրայելի ժողովրդին։ Քաղաքական համակարգում շատ լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն, որոնք երբեմն շատ ծայրահեղ դրսևորումներ են ստանում եւ հասարակության մեջ նույնպես այդ կա այդ մեղադրանքը իշխող վարչապետի եւ իր թիմի, որի մի մասը կրոնամոլներ են, բառեզբուն իմաստով կրոնամոլական երկու կուսակցություններ են, որոնց շնորհիվ ինքը կարողացավ վարչապետ դառնալ, կոալիցիա կազմել։ Եվ Իսրայելի հեղինակությունը շատ դուրս ընկել է ամբողջ աշխարհում եւ նույնիսկ Միացյալ Նահանգներում, այսինքն Իսրայելին մեղադրում են որպես հոլոկոստ իրականացնող երկիր, իրանց գաղափարախոսություն հոլոկոստն էր, հիմա Գազայում արաբների նկատմամբ է ցեղասպանություն գնում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում եւ հանրության մեջ եւ քաղաքական դաշտում հակահրեական տրամադրություններ են ուժեղանում։ Հիմա հարց է առաջանում, եթե իրենք շարունակեն այս ամենը, իրենք էլ իսլամական ծովի մեջ են, օվկիանոսի մեջ են գտնվում, այնում 9 միլիոնանոց երկիր է, մի 7 միլիոնն են հայրա, եւ այս ծովի մեջ իրենք շարունակելով սա ինչ արդյունքներ են ունենալու եւ հետագայում ինչ է լինելու, որովհետեւ տեսեք Իսրայելը կարող է Իրանին հաղթել, կարող է Սաուդյան Արաբիային հաղթել, Եգիպտոսին հաղթել, ինչպես հաղթել են, բայց Եգիպտոսը կա չի վերացել։ Իրանը 1.600.000 քառակուսի կիլոմետր է, 90 միլիոն բնակություն է։ Լավ, հարվածեցին այս արեն, Իրանը չի վերանալու, չէ։
քարտեզի երեսից։ Իսրայելը այդքան հաղթանակներ տանելով ինքը իր գոյության ստաբիլությունը ստրատեգիական առումով չի կարողացել լուծել։ Իսրայելը մի պարտության երկիր է։ Եթե այդ երկիրը մեկ լուրջ պարտություն կրեց, ինքը կարող է վերանա քարտեզի։ Բայց նման ռիսկ կա իրականում։ Դե մենք ինչ գիտենք, հիմա մենք տեսնում ենք, որ Իսրայելի միֆը սկսել է փլուզվել, որովհետև Իսրայելը միայնակ չկարողացավ Իրանի հարցը լուծել, արդեն Միացյալ Նահանգների օգնությունն է, չէ՞, խնդրում, եւ նաեւ ռազմական այդ օգնությունն է գնում, ռազմամթերքի, տեխնիկայի եւ այլն, եւ նաեւ ուղակի միջամտություն է խնդրել։ Այսինքն Իսրայելը միայնակ չի կարողանում Իրանի հարցը լուծել, ճիշտ է։ Հիմա ինչ գիտենք Միացյալ Նահանգներում ինչ փոփոխություններ կլինեն, ինչ գիտենք Միացյալ Նահանգներում ինչ ներքին խնդիրներ կլինեն եւ Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է օգնել, կկարողանա օգնել, թե չկարողանա օգնել։ Հիմա այս վիճակում այս թշնամի միջավայրը ավելի թշնամացնելով ստրատեգիական առումով, հերակա առումով Իսրայելը ինչ ստրատեգիական անվտանգության հարցն է կարողացել լուծել։ Իրանը կարող 20 անգամ պարտվի, բայց չվերանա։ Նորից եմ կրկնում, Իսրայելը մի անգամ պարտվելով ինքը քարտեզի վրայից վերանում է։ Այսինքն Իսրայելի հեռանկարը բավականին մշուշոտ է եւ այս հաղթանակներին չպետք է խափնվել։ Բացի այդ, հիմա Իսրայելի կողմից Իրանին հասցվող հարվածների ժամանակ թիրախավորվում են նաև տնտեսական օբյեկտներ, նավթավերամշակման գործարաններ, այսինքն այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կարևոր են երկրի տնտեսության համար։ Ձեր գնահատմամբ արդյոք կա նաև հաշվարկ, որ եթե Իրանում ներքին ցնցումներ լինեն, քաղաքացիական բախումներ, անջատողականություն, որտեղ այդտեղ տարբեր էթնիկ խմբեր կան, ոչ միայն թուրքախոս իրանցիները ատրպատականում, այլև բելուջներ, քրդեր եւ այլն։ Այսինքն կարող է իրականում սա լինել ռեալիստական սցենար, որ ոչ թե պարզապես ռազմական պարտության փորձել մատնել Իրանին կամ լրիվ միջուկային ծրագիր ոչնչացնել, այլ երկրի ներսում ստեղծել այնպիսի մի վիճակ, որը կթույլատնի Իրանը եւ Իրանը չի կարող ստիված կլինի գնալ զիջումների։ Ըստ իսրայելական որոշ շրջանակների հայտարարությունների խնդիրը նաև այն էր, որպեսզի ռեժիմը փոխվի, այսինքն կրոնական ռեժիմը փոխարինվի ինչ-որ առումով աշխարհիկ ռեժիմի, որովհետև տեսեք Իրանում Միացյալ Նահանգներում շատ հայտնի ու շատ ուժեղ իրանական համայնք գոյություն ունի եւ այդ համայնքը ունի դեմքեր եւ դեմքեր կան, որոնք շատ հայտնի են եւ իրենք հանդես են գալի Իրանի ռեժիմի դեմ։ Այդ մարդկանցից շատերը հրապարակային հայտարարություններ են արել, մենք դեմ ենք Իրանի ռեժիմին, բայց հիմա հայրենիքի հարցն է եւ մենք պետք է միավորվենք Իրանի ղեկավարության շուրջը, որտեղ սա հայրենիքի հարց է, ոչ թե իշխանության հարց է։ Հիմա էֆեկտը ճիշտ հակառակն է եղավ, այսինքն մի կողմից ուզում են ռեժիմին հարվածեն, բայց մյուս կողմից Միացյալ Նահանգներում մարդիկ, որոնք տարիներով գրանտեր են ստացել Իրանի դեմ աշխատելու համար, հրապարակային դեմքեր են, Իրանի ազատության ռադիոկայանի իրանական բաժնի առաջի դեմքեր են, իրենք Իրանի ղեկավարության հետ միավորվելու կոչեր են անում։ Այսինքն այստեղ հայրենիքը ավելի բարձր հարց է, քան ռեժիմի հարցը։ Այսինքն մենք տեսանք, չէ, էֆեկտը հակառակն է։ Այս իրավիճակից այս ամենը հաշվի առնելով, Իրանը առանց լուրջ կորուստների եւ զիջումների դուրս գալու շանսը դեռ պահպանում է ձեր համոզմամբ, որտեւ նաեւ Միացյալ Նահանգների Իսրայելի հետագա գործողությունները կախված են նաեւ թե Իրան ինչպես կպատասխանի ամերիկյան այս հարվածներին։ Օրինակ, կարվածի ամերիկյան ռազմաբազաներին, որոնք մերձավոր արևելքի տարբեր երկրներում են գտնվում, թե ոչ։ Կամ կփակի Օրմուզդի նեղուցը, այս սցենարները քննարկվում է եւ նաեւ քննարկում է մի կողմից, եթե ինքը հարվածի այդ բազաներին, որտեղ իմիջիայլոց արդեն տեխնիկան եւ մարդկանց դուրս են բերել եւ չգիտեմ որքան մարդ է մնացել, կարող է եթե դուրս բերեն սիմվոլիկ հարվածներ հասնի Իրանը այդ բազաներին, իմանալը որ այնտեղ լինի համարժեք մի բան, ինչպես միջուկային օբյեկտին եղավ հարված, այնպես էլ։ Այսինքն սա դեմքը փրկելու հարվածներ կարող է լինել, բայց եթե այդ ամեն ինչ ավելի լուրջ արվի, Միացյալ Նահանգները արդեն ստիպված կլինի ավելի ուժեղ ներքաշվել։ Ես չեմ կարծում, որ Իրանին դա պետք է, Իրանին պետք է, որ իր դեմքը պահելով այնուամենայնիվ պատերազմը կանգնի եւ դա ցույց կտա, որ նախ Իսրայելը իր նպատակներին չհասավ, Միացյալ Նահանգները ըստ էության պարտվեցին, Իրանը կարողացավ դիմանալ, բայց գնաց զիջումների ինչ-որ պայմանավորվածությունների այնուամենայնիվ, սակայն Իրանը ստանում է ստրատեգիական առումով ժամանակ զարգացման համար, իր դեպի ապագայի ծրագրերի իրականացման համար, իսկ Միացյալ Նահանգների հեղինակությունը իջավ, ես կարծում եմ քիչնի,
խոսեցինք դրա մասին, հա, որտեղ գերտերության ղեկավարը չի կարող ստախոս լինել ուղղակիորեն, դա հեղինակազրկում է։ Եվրոպան ցույց տվեց, որ ինքը արդեն ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև այստեղ խոսացող չի, այսինքն հարց լուծող երկրներ չեն այլևս, եւ Միացյալ Նահանգները, Իսրայելն էլ ասացի, որ այս բանով, արդյունքներով ես չեմ կարծում, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար լավ արդյունք կգրանցվի, եթե Իրանի ռեժիմը դիմանա։ Լավ, այս պարագայում ուրիշ հարց է առաջանում։ Ենթադրենք իրադարձությունները զարգացան ձեր ասած սցենարով եւ Իրանը նաեւ իր ռեպուտացիայի իմաստով առավելության դուրս եկավ այս ռազմական գործողություններից։ Լավ, դրանից հետո ինչ է լինելու։ Միջուկային ծրագրի հարցով բանակցություններ լինելու են թե ոչ, նաեւ Իսրայելի տեսանկյունից Նեթանյահուի կառավարությունը մշտապես երկրի ներսում պնդում էր, որ պետք է հիմա ոչնչացնենք Իրանի հարցը լուծենք, որպեսզի մեզ վտանգ չսպառնա, բայց եթե ակնհայտ դառնա, որ այդ վտանգը, ինչպես Իսրայելում ընկալվում է դա, չի վերացել, ապա ինչ է լինելու, որտեղ նաև Նեթանյահուի կառավարությունը լուրջ ճգնաժամի առաջ է, որ շատ հաճախ նաև փորձագետներն էլ նշում են, որ թե Գազայում, թե մնացած հատվածներում ամեն ռազմական գործողություն նաև այդ տրամաբանությամբ է բացատրվում, որ լինի արտաքին ճակատում ռազմական գործողություններ, որպեսզի երկրի ներսում կառավարության ճգնաժամ, կոալիցիայի փլուզում չլինի, իսկ իրանական հարվածների հետևանքով Իսրայելում նաև լուրջ ավերածություններ կան։ Ուրեմն Իսրայելի Նուբարաշենի բանդը չգիտեմ ինչպես է կոչվում, այնտեղ սպասում են Նեթանյահուին, որովհետև ոչ միայն այս գործերով, այլ նաև կոռուպցիոն եւ այլն քրեական գործեր կան եւ իր կառավարության մնալը ինքը փրկում է իր իրավիճակը, ինչ որ առումով այդ Նեթանյահուն նման է Հայաստանի վարչապետին, հա, որքան իշխանության մնում է, այնքան Նուբարաշենից հեռու է գտնվում։ Եվ այո, նաև այդ գործոնը նույնպես կա, բայց պատերազմը կանգնելու դեպքում բնականաբար Իսրայելում համարյա 100% վստահություն կա, որ Նեթանյահուի կառավարությունը կփլուզվի եւ այնտեղ կգա նոր կառավարություն։ Եվ նոր կառավարությունը բնականաբար պատասխանատվությունը կդնի Նեթանյահուի վրա եւ կասի պարտվել է Նեթանյահուն, այլ ոչ թե պարտվել է Իսրայելը։ Հիմա մենք մեր քաղաքականությունը փոխում ենք։ Դա նաև Իսրայելի համար է ինչ-որ ձևի այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն։ Նեթանյահուի կառավարության կազմում կան նաև աչծայրեղական ուժեր, գործիչներ, Սմոտրիչը, Բենգվիրը, որոնք այդ ուղղությունը ներկայացնող ուժեր են ներկայացնում, եւ նրանց գլխավոր գաղափարներից մեկը նաև Մեծ Իսրայելի ստեղծման ծրագիրն է, որի մասին իրենք անդադ խոսում են։ Ձեր կարծիքով սա իրականության մեջ կենսունակ ծրագիր է կամ պրակտիկայում իրագործվելու շանս ունի, թե չէ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, թե սա պարզապես ինչ-որ հայտարարություններ են, բայց կենսունակ չեն։ Հարավային Լիբանանը իրենք անվանում են հյուսիսային Գալիլեա, պատմականորեն իրանց տարածքները, Գոլանի բարձունքները արդեն ահագին առաջ գնացին եւ արդեն ենթադրում են, որ պետք է ասենք Դամասկոսի մատույցներին մոտենան, որոնք պատմականորեն իրենց տարածքներն են եւ այնտեղ դրոզները կան, որոնք մեծ ուրախությամբ Իսրայելի ազդեցության տակ կմտնեն։ Մյուս ուղղությունները նույնպես իրենք ծրագրեր ունեն։ Սա այդ գաղափարը, Մեծ Իսրայելի գաղափարը իրենց մեջ ունի իր մեջ եւ աշխարհիկ բովանդակություն, որ Իսրայելի տարածքը այնպեսին է, որ ստրատեգիական տարածքներ պետք է վերցնել, որտեղ ստրատեգիական խորություն գոյություն չունի Իսրայելում բացարձակապես։ Եվ այս պատերազմը ցույց է տալի։ Մյուս առումով կրոնական բավականին լուրջ մոտիվներ կան Մեծ Իսրայել ստեղծելու համար, որտեղ իրենց մոտ ինչպես է սկրոնի ամբողջ աշխարհը Իսրայելի դեմ է միավորվելու, այնտեղ 2/3 Իսրայելի կոտորվելու է, հետո գալու է Մոշիախը, 3-րդ տաճարով սարքելու են այդ ընթացքում, որից հետո Իսրայելի ժողովուրդը կտիրի ամբողջ աշխարհը։ Եվ շատերը հավատում են դրան, նաև այդ հավատացողների մեջ են այս որոշ աղբյուրների նաև Նեթանյահուն, որտեղ ինքը երիտասարդ ժամանակ մի ռաբբի է ունեցել, որը շատ մեծ հեղինակություն է եղել, որ իրեն ներշնչել է, որ ինքը նույնպես Մոշիախ ինչ որ առումով ինքը առաքելություն ունի, ինքը աշխարհը փոխելու է, Իսրայելի խոշորագույն հարցերը լուծելու եւ այդ մարդը գաղափարներով ապրում է, հա, իրեն համոզել են, որ ինքը առաքելություն ունեցող անձնավորություն է։ Այս կրոնական ասպեկտը միշտ պետք չի հաշվի չառնել, որտեղ նաև Միացյալ Նահանգներում ովքեր դարձրեցին Թրամփին նախագահ, հիմնականում ավետարանական եկեղեցիները
ավետարան սիոնիստները, որոնք քրիստոնեական կոնտեքստից ելնելով հрьяաների կողմն են եւ ասում են, ահա որպեսզի Հիսուսը երկրորդ գալուստը լինի, ըստ պատգամի պետք է հрьяաները հաղթեն, տաճարը սարքվի, որ Հիսուսը երկրորդ անգամ գա։ Այսինքն սա նաեւ քրիստոնեական համայնքներ են։ Հիմա այս ամեն ինչը մեր համար ծիծաղելի է թվում, բայց այս կրոնական ասպեկտը շատ կարեւոր է։ Դրա համար դուք որ ասում եք մեծ Իսրայելի գաղափարը որքանով է լուրջ, ես ասում եմ եւ քաղաքական ռազմական առումով ինքը լուրջ է, որովհետեւ Իսրայելը կամ պետքա վերանա, կամ պետքա մեծանա, հա, եւ մյուս առումով նաեւ այդ կրոնական միսիոնականության այդ գաղափարները նաեւ քաղաքական շրջանակներում կան եւ դուք անունները տվեցիք եւ նաեւ Նատանյահուի կառավարության կոալիցիան հենց այն երկու հիմնական ուժերը դրանք կրոնական ֆունդամենտալիստներ են։ Եվ նրանք նաև շանտաժել են անում, երբ որ Գազայում ժամանակավոր հրադադար եղավ, Թրամփի պաշտոնը ստանձնելուց 1 օր առաջ։ Այդտեղ հենց Բենգվիրը կոալիցիայից նախարարի պաշտոնը թողեց ազգային անվտանգության, Սմոտրիչն էր սպառնում եւ պահանջում են մինչեւ Գազայում պատերազմը չվերսկսվի, իրենք Նեթանյահուին չեն աջակցում։ Եվ այդպես էլ եղավ, ռազմական գործողությունները վերսկսվեցին, իրենք էլ վերադարձան։ Այսինքն այս օրակարգը կա եւ չպետք է մտածել, որ սա պարզապես ինչ որ տեսական գաղափար է, որն ասում են եւ դա իրենից ոչ մի լրջություն չի։ Պրակտիկ գաղափար, կրոնական գաղափարներն էլ են պրակտիկ գաղափար։ Պարոն Դանելյան, Թուրքիայի գործոնը եկեք հասկանանք։ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունները բավական լարվել են, հատկապես Սիրիայում Ասադի տապալումից հետո, եւ որ մի կողմից Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը եկան իշխանության, մյուս կողմից Իսրայելը երկրի հարավից փորձեց իր ազդեցությունը տարածել, եւ Էրդողանը ասում է, որ Նեթանյահուն հանցագործ է, Նեթանյահուն մեր հարևան Իրանի վրա է հարձակվել, սա իրավիճակը լարելու է, բայց Թուրքիան իրեն ինչպես է դրսևորելու, եթե պատկերացնենք, որ Իրանի դեմ պատերազմը շարունակվի եւ ավելի լուրջ մասշտաբների հասնի, որտեղ մի կողմից Թուրքիան եւ Իրանը այո պատմականորեն մրցակիցներ են, բայց հարևան երկրներ են, մյուս կողմից Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է, Մեծ Բրիտանիայի հետ սերտ հարաբերություններ կան, եթե հաշվի ենք առնում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններին, այս ողջ աջակցությունը, արևմտյան աշխարհի կողմից։ Ինչպես իրեն կպայի Թուրքիան։ Ուրեմն թե պատմականորեն դիտարկենք 15-րդ դարի վերջում Իրանի ստեղծվելը, պարսկական պետության ստեղծվելը, դա արձագանք էր Կոստանդնուպոլսը գրավելով։ Այսինքն մշտապես իրենք պատերազմի մեջ են, տարբեր ցեղեր, կարակոյուն լուներ, ակոյուն լուներ, այն տարածքում նույնպես տարբեր ցեղեր կային, երբ որ այնտեղ ուժեղացավ կենտրոնական իշխանությունը, այստեղ նույնպես Իրանը առաջացավ ի հակակշիռ Պարսկաստանի։ Եվ եթե այստեղ խալիֆներն էին սունի, ապա այստեղ շիայի գաղափարախոսություն առաջացավ, որովհետև կամ պետք է ենթարկվես խալիֆին, կամ պետք է կրոնական ինչ-որ խնդիր առաջանա, որ դու քո կրոնական համակարգը սարքես։ Ինչի համար ես սա ասեցի, որովհետև եթե Իրանի փլուզում տեղի ունենա, ես կարծում եմ հաջորդ փուլում կսկսվի Թուրքիայի փլուզման գործընթացը, որտեղ դեղ եւ ադրբեջանցիներ կան եւ քրդեր կան մեծ քանակությամբ, այդ քրդերը հարևան են Իրաքի քրդերին, Թուրքիայում գտնվող հսկա քրդական ծովին եւ այս ամեն ինչը կտարածվի, եթե Իրանի տարածքի քրդերը ավտոնոմիա ունենան կամ պետություն ստեղծեն, ապա դա Թուրքիայի քայքայման գործընթացն է սկսվելու։ Եվ ես կարծում եմ Թուրքիայում շատ լավ հասկանում են։ Մի կողմից իրենք երկակի խաղում են, որտեղ իհարկե ասում են դատապարտում են Իսրայելին եւ այն, բայց մյուս կողմից առևտուրը գնում է շատ լավ էլ, հա։ Թուրքիայի տարածքով իսրայելական նավերն են մտնում, ադրբեջանական նավթը Թուրքիայով է գնում Իսրայել, այսինքն սա երկեր ստրատեգիական նշանակություն ունի Իսրայելը։ Հա, բայց մյուս կողմից ինքը քարոզչական առումով Էրդողանը հենց հանդես է գալի որպես իսլամական աշխարհի գաղափարախոս, որը հավակնում է դառնալ իսլամական աշխարհի լիդեր պետություն, եւ եթե Իրանն էլ փլուզվի ինքը արդեն կլինի համար 1, որ հավակնում է, բայց մյուս կողմից ես կարծում եմ Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ սա դրանով կսկսվի Թուրքիայի փլուզման գործընթացը։ Ինչ քայլերի կարող է դիմել Ադրբեջանը։ Մշտապես այս տարիների ընթացքում քննարկվել է այն սցենարը, որ եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, ապա Ադրբեջանը հաշվի առնելով Իսրայելի հետ սերտ հարաբերությունները, Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, Ադրբեջանը առնվազն որպես պլացդարմ կօգտագործվի Իրանին հարվածներ հասցնելու համար եւ հիմա իհարկե պաշտոնապես նման տեղեկությունները չեն հաստատվում, բայց իրանական վերլուծական դաշտում, դրատվական դաշտում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ գուցե իսրայելական անօթաչուները կամ հենց անգամ օդուժը
Ադրբեջանի տարածքն է օգտագործում կամ մնացած Իրանի դեմ գործողություններն Ադրբեջանի տարածքով են իրականացվում։ Ձեր գնահատմամբ Ադրբեջանից ինչպիսի վարքագիծ կարելի է սպասել եւ եթե Իրանի դեմ ռազմական գործողությունները ավելի լուրջ մասշտաբներ ստանան, ապա արդյոք Ադրբեջանը կարող է խառնվել այդ ամեն ինչին։ Հնարավոր է իրավիճակ ստեղծի, որ Ադրբեջանը չի լինելու որոշողը խառնվի թե չխառնվի, որտեղ նաև այո հայտարարություններ են հնչում, որ պատմական պահ է, խոսքը Ատրպատականի ազերիների առաջնորդների մասին է եւ մենք պետք է միավորվենք հյուսիսային Ադրբեջանի հետ, մեկ պետություն ստեղծենք, բայց մյուս կողմից նույն այդ մարդիկ ասում են, որ եթե այս գործընթացը գնա, ապա ազերիների եւ քրդերի միջև քաղաքացիական պատերազմ է լինելու, նույն թեկուզ Ուրմիայի շրջանում, որտեղ այդ էթնիկ զտում պետքա տեղի ունենա, ով կհաղթի եւ եթե դա լինի, արդեն քրդերը ինչ որ ձևի Թուրքիայի, Իրաքի եւ այլն կգան այստեղ պատերազմելու իրենց եղբայրների համար, Թուրքիան ստիպված պետք է միջամտի, եթե Թուրքիան է միջամտում, արդեն քրդերի գործոնն է բարձրանում նույն Թուրքիայում, նրանք նույնպես ակտիվանում են եւ այլն։ Այսինքն, եթե նման իրավիճակ ստեղծվի, ապա Ադրբեջանը կարող է իր ցանկությունից դուրս ինքը ստիպված լինի միջամտել, որտեղ դեռ քրդերը եւ ադրբեջանցիների միջև գնա պատերազմ, եւ կենտրոնական իշխանությունը Իրանում չլինի։ Եթե այս գործընթացը գնաց, ապա հաջորդ փուլում առաջանում է հարց. իսկ որն է մայրաքաղաքը, Թավրիզն է թե Բաքուն է, եթե այդ միավորվի, որ տարրերն են լինելու, արաբատար թե լատինատար, եւ այնտեղ ահագին գրականություն կա։ Պետական կրոնը շիիզմն է լինելու, թե սունիզմը, ինչ որ հիմա Բաքվում այդ process-ը գնում է, թե աշխարհիկ ինչ որ գաղափարներ, որտեղ Բաքուն արդեն ռուսական մշակույթի մեջ է վաղուց եղել, աշխարհիկ պետություն է։ Եվ արդյոք սա բերելու է արդեն քաղաքացիական պատերազմների, նույն ադրբեջանցիների միջև, եւ դա որքան կտեւի, ասում եմ, այսպիսի բարդ հարցեր կա, բայց ինձ թվում է մենք դեռ ժամանակից առաջ ենք անցել, եւ ես հույս ունեմ, որ Իրանի կենտրոնական իշխանությունը կպահպանվի եւ նույնիսկ Թուրքիային ձեռնտու չի, որ նաեւ Պակիստանին ձեռնտու չի, Սաուդյան Արաբիային ձեռնտու չի, որպեսզի Իրանը նման իրավիճակում հայտնվի, որովհետեւ այդ քաղաքացիական պատերազմը էֆեկտով կտարածվի, բոլորի վրա կտարածվի եւ նաեւ առաջի պլան կգան իհարկե չկառավարվող իսլամական խմբավորումներ, որոնք ավելի լուրջ վտանգ կլինեն մասնավորապես Իսրայելի համար եւ ոչ միայն Իսրայելի համար, իրենք վտանգ կլինեն նաեւ արաբական միապետությունների համար, որտեղ այդ միապետությունների մի բան են իսլամական ֆանատիզմով խմբավորումները լրիվ այլ գաղափարախոսություն ունեն եւ իրենք սպառնալու են այդ արաբական երկրների լեգիտիմ իշխանություններին։ Այսինքն զարգացումները շատ վտանգավոր կարող են լինել եւ դրա համար ես կարծում եմ, որ այդ երկրներին ձեռնտու չի, որպեսզի Իրանում նման զարգացումներ լինեն։ Ռուսաստանից եւ Չինաստանից ինչ քայլերի կարելի է սպասել Իրանի շուրջ զարգացումների կոնտեքստում, ամիսներ առաջ հիշում ենք, որ ռուս-իրանական ռազմավարական պայմանագիր կնքվեց, դա իհարկե չէր ենթադրում, որ որևէ մեկի վրա հարձակման դեպքում ուղիղ ռազմական աջակցություն է լինելու, բայց հարաբերությունները այլ ռազմավարական մակարդակի բերվեցին։ Մյուս կողմից Իրանի եւ Չինաստանի սերտ հարաբերությունները մոտ 2 տարի առաջ կնքված 25-ամյա պայմանագիրը տեղեկությունները, որ Չինաստանից որոշակի օգնություն է գալիս, չնայած դա դեռ պաշտոնապես չի հաստատվում, ինչ քայլերի կարող են դիմել Ռուսաստանն ու Չինաստանը հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունները եւ այն սցենարները, որոնք կարող են տեղի ունենալ, եթե Իրանի դեմ պատերազմը շարունակվի։ Ես կարծում եմ այստեղ ենթադրություններ անել պետք չի։ Ռուսաստանի նախագահը շատ կոնկրետ պատասխանել է։ Ինքը ասում է, այո, մենք Իրանի հետ ունենք ստրատեգիական պայմանավորվածություններ եւ մենք կատարում ենք։ Բայց մտնել պատերազմի մեջ մենք չենք կարող, առաջերտին մենք հիմա Ուկրաինայում ենք պատերազմի մեջ գտնվում, մենք այդ հնարավորությունը չունենք։ Երկրորդը Իսրայելն էլ ըստ Ռուսաստանի նախագահի համարյա ռուսական երկիր է, որտեղ 2 միլիոն նախկին Ռուսաստանի քաղաքացիներ կան եւ որոնց հարազատ լեզուն ռուսերենն է։ Դրա համար Ռուսաստանի մոտեցումը այն էլ, որ ինքը ինչ որ ձևի միջնորդի կամ հարթակ դառնա, որպեսզի Իսրայելի եւ Իրանի միջև ինչ որ հաշտության կամ համաձայնության ինչ որ նման լուսման կան։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Չինաստանը
իհարկե տեխնոլոգիական առումով վստահ եմ ինչ-որ օգնություններ տալիս է Իրանին եւ Ռուսաստանին է տվել, որոնց շնորհիվ նաեւ Ռուսաստանը կարողանում է այս թռչող վերջի դասի այդ դրոնները արտադրի եւ ըստ որոշ տեղեկությունների եւ Ռուսաստանը եւ Չինաստանը Իրանին հատուկ ծառայությունների ինֆորմացիաներ կարող են տրամադրել, հա, հետախուզական տվյալներ, որոնք չափազանց կարևոր են, հա, որտեղից ինչ արձակում է սպասում, ինչ ինքնաթիռ դուրս եկավ, հրթիռը դուրս եկավ, երբ է հասնելու, այսինչ տեղը եւ այլն, հա, այսինքն հետախուզական տվյալները չափազանց կարևոր են եւ երևի Ռուսաստանը եւ Չինաստանը այդ տվյալները տալիս են Իրանին եւ այդ խոսքը որ գնում էր մի քանի ինքնաթիռներ են եկել Իրան, այնտեղ արդեն լուրջ ռազմական տեխնիկա հնարավոր չի մի քանի ինքնաթիռով տեղափոխել, որոնք իրավիճակ փոխեն, բայց որոշակի սարքավորումներ, որը հետախուզական առումով կարող են օգնել Իրանին, ըստ որոշ տվյալների հենց նման սարքավորումներ են եղել, տիեզերքից, այսինքն հետախուզական տվյալներ հավաքել եւ այլն, այդ առումով այդ օգնությունները կլինեն եւ նաեւ նորից եմ կրկնում, Չինաստանից հնարավոր է լինեն որոշակի տեխնոլոգիական օգնություն, որը թույլ կտա դա օգտագործել ռազմական առումով, բայց ուղղակիորեն օգնություն ես չգիտեմ կլինի թե չի լինի, ես կարծում եմ, որ ուղղակի օգնություն ռազմական կարծես թե չի լինի։ Ադրբեջանին նորից վերադառնանք։ Այս պայդրությամբ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն է ներգրավել Իրանի դեմ հարվածներին, ռիսկը ավելի է մեծացել ձեզ, որ Ադրբեջանը կարող է Սյունիքի ուղղությամբ գործողությունների գնալ։ Ես կարծում եմ, գուցե սխալվում եմ, բայց իմ կարծիքն է, ես միանշանակ չեմ կարող ասել կգնա, չի գնա, բայց այս իրավիճակում բոլոր երկրներում սպասողական դրություն է եւ Ադրբեջանում, եւ Թուրքիայում, եւ Պակիստանում, եւ արաբական աշխարհում բոլորը սպասում են, թե ինչ լուծում կլինի, այլ կախված այդ լուծումներից իրենք կկարողանան ինչ-որ լուրջ որոշումներ ընդունել, բայց այս իրավիճակում, երբ որ այս Իրանա-իսրայելական պատերազմն է ընթանում, ես կարծում եմ բոլորը ինչ-որ կտրուկ շարժումներ ոչ ոք չի անի։ Եվ այս ամենի ֆոնին Հայաստանի վարչապետը մեկնեց Թուրքիա, Թուրքիայի նախագահի հրավերով հանդիպում ունեցավ Էրդողանի հետ, այդ հանդիպումից հետո իհարկե որևէ նոր բան չհայտարարվեց մեծ հաշվով, որևէ նոր պայմանավորվածությունների մասին չհայտարարվեց, բայց հաշվի առնելով ռեգիոնալ նման իրավիճակի, ոչ միայն ռեգիոնալ վիճակը, վարկած ունեք, թե ինչով կարող էր պայմանավորված լինել այս այցը, որովհետև պարբերաբար Փաշինյան-Էրդողան հեռախոսազանգեր լինում են, ժամանակ առ ժամանակ եղել են հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ այլ միջազգային միջոցառումների շրջանակում, այսինքն կապը կա, շփումները կան եւ այլն, բայց հենց այցը դա որքանով է ուշադրության արժանի այս իրադարձությունը։ Ըստ ադրբեջանական կոմպետենտ, բայց բաց տվյալների, որոնք նախագահական ապարատի հետ են կապված ուղղակիորեն, իրենք ասում են, որ Թուրքիայում կան որոշակի մարդիկ, որոնք այդ լոբինգը տանում են, որ այս վարչապետին հրավիրեն Թուրքիա եւ կան նաեւ շրջանակներ, որոնք դրան դեմ էին եւ այս շրջանակների հետ աշխատում է Ադրբեջանը։ Ադրբեջանը դեմ էր, որ այդ այցը տեղի ունենա, հակառակ դեպքում այնտեղ Ալիևի հետ հանդիպում կլիներ։ Ու այդ այցը տեղի է ունեցել, որը որոշումը կայացվել է մինչև այս Իրանա-իսրայելական պատերազմը։ Հիմա այդ արդեն հայտարարված էր, չգնալ հնարավոր չէր, բայց նման իրավիճակում, եթե նույնիսկ որոշակի պլանավորում է եղել, որ ինչ-որ համաձայնություն կնքվեն, ինչ-որ մի երկու փաստաթուղթ ստորագրեն, անցակետ բացեն եւ այլն, բայց հաշվի առնելով, որ այս իրավիճակը փոխվել է, այնտեղ կարծես թե որևէ լուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Եվ նաև ուշագրավ էր Ալիևի այցը, դրա նախորդ օրը։ Իհարկե թուրքական այլ քաղաքում էր Մարաշում, այնտեղ ադրբեջանական թաղամաս էր, Քահրաման Մարաշում։ Այո, եւ բայց այն հանգամանք, որ մեկ օրվա տարբերությամբ Էրդողանի հետ հանդիպման են գնում Թուրքիայում, թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ղեկավարները։ Սա ընդհանուր առմամբ մեր ռեգիոնում աշխարհաքաղաքականության փոփոխության իմաստով որևէ հատկանշական բան կարող է վկայել ձեր տպավորությամբ։ Թուրքիան արդյոք հայտ է ներկայացնում, որ ինքը լինի Հարավային Կովկասում այն դոմինանտ երկիրը, որ կոպիտ ասած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կան Թուրքիա այդտեղ վերջնական որոշումների հետևից։ Դե որ Թուրքիան ձգտում է լինել դոմինանտ երկիր, որ նույնիսկ Ադրբեջանն արդեն ձգտում լինել դոմինանտ երկիր Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի համար, իհարկե այդ ձգտումները կար։
կարող է այդ կապ չուներ բացարձակապես իր հետ այդ այցերը եւ Քահրաման Մարաշում իմիջիայլոց եթե սիմվոլիկային ով որ սիմվոլիկաներ է սիրում Քահրաման Մարաշ դա նշանակում է հերոս Մարաշ եւ 20-ական թվականներին թուրքերը հաղթել էին Կիլիկիայի հայկական լեգիոնին եւ 70-ական թվականների վերջին հենց այդ հաղթանակի պատվին Մարաշյանը փոխեցին Կագրաման Մարաշ, հերոս Մարաշ, որը Կիլիկիայի հայերին կարողացել են հաղթել։ Եվ այդ հանդիպումը հենց Քահրաման Մարաշում է տեղի ունենում, այդ ով որ սիմվոլիկաներ ուզում, գուցե եւ այդտեղ որևէ սիմվոլիկա չկա։ Ես կարծում եմ, որ հնարավոր է այդ այցերը իրար հետ որևէ կապ չունեն եւ դրանք վաղուց պայմանավորված են եղել, բայց նաև մի ենթադրություն կարելի անել։ Կարող է նախատեսված է եղել, որ նաև հանդիպում լինի Ալիևի եւ այս վարչապետի միջև եւ ինչ որ փաստաթուղթ, հա, թեկուզ սիմվոլիկ փաստաթուղթ ստորագրվեր, բայց հաշվի առնելով, որ տարածաշրջանում կտրուկ իրավիճակ է փոխել, այդ հանդիպումը չի տեղի ունեցել։ Սա ենթադրություն է, որևէ փաստերի վրա չի հիմնված, ուղղակի տրամաբանական առումով կարծում եմ, որ հնարավոր է եւ նման ինչ-որ պայմանավորվածություն միջև այցը եղած լինի։ Եվ Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձավ կոմունիկացիաների խնդրին, հայտարարեց, վստահեցրեց, որ Զանգեզուրի միջանցքը որևէ դեպքում չի լինելու, խաղաղության խաչմերուկ է լինելու, բայց նաև ասաց, որ անիմաստ մտահոգություն կա հայության շրջանում, ասում են, վայ Թուրքիան ուզում է մեծ թուրան ստեղծել, եթե խնդիրը Հայաստանի տարածքով գնալ-գալն է, ինչ խնդիր կա դրանում, թող գնան գան։ Սա ինչ որ դիրքորոշման փոփոխություն գոնե հայտարարության կոնտեքստում այդտեղ տեսնում եք, թե ոչ։ Ուրեմն Միացյալ Նահանգներում շատ մի հայտնի դեմք կար Դիկ Չեյնի, փոխնախագահ էր, չէ՞, կարծեմ, Դիկ Չեյնին։ Ուրեմն ինչն էր հետաքրքիր, ինքը շատ հետաքրքիր կերպար էր, բավականին ցինիկ, եւ երբ որ իրեն գալիս դիմում են, ասում են ամբողջ աշխարհը մտահոգված է, որտեվ կլիմայի տաքացման հետ կապված մարդիկ մտահոգության մեջ են, վախենում են, հեսա կլիման կտաքանա, աշխարհի վերջը կգա, ինչ անենք, ինքը ասում է դե փոխեք այդ անվանումը փոխեք կլիմայական փոփոխություններ։ Դրանից հետո այդ փաստաթղթերում փոխում են կլիմայական փոփոխություններ, դե կլիմայը միշտ էլ փոխվում է, հիմա էլ է փոխվում, եւ այդ անհանգստությունը միանգամից դուրս եկավ։ Այսինքն նույն երևույթի անունի փոփոխությունը տարբեր ընկալումներ է առաջացնում։ Հիմա եթե ինքը ասում է եկեք մենք այդ միջազգային անունը դնենք խաղաղության ոնց էր կոչվում խաչմերուկ դե հիմա թող իրանք էլ միջանցկացեն ուշադրություն պետք չի դարձնել միջև էլ պատերազմի ժամանակ 44 օրյա ինքը ինչ էր ասում է ժողովուրդ եթե մենք պարտվենք մենք երբեք դա չենք համարի պարտություն չէ այսինքն այդ մարդու մտածողությունն է այսինքն հիմա հայտարարում է որ ոչ թե Արցախն են կորցրել այլ Հայաստանն են գտել դա Հայաստանին բացառիկ հնարավորություն է մենք կորցրել ենք հայրենիք բայց ձեռք ենք բերել պետություն հա այսինքն այս շիզոֆրենիկ շատ դեպքերում ձևակերպումները նաև ինչ որ առումով քարոզչական առումով իրենց ազդեցությունը ունենում են եւ դրա համար ես բերեցի Դիկ Չեյնի օրինակը հիմա թող Միջանցք լինի անունը մենք Միջանցք չասենք եթե անունը Միջանցք չասենք միանգամից բոլորը կհանգստանան այսինքն կարող է ամեն զարգանալ այն ուղղությամբ որ Թուրքիան Ադրբեջանը մի անուն դնեն դրան Հայաստանը մի անուն բայց էությունը լինի հենց Միջանցք կարող է լինել հենց այդպես բայց մյուս կողմից ես նորից եմ կրկնում Իրան-իսրայելական պատերազմի հետ կապված այդ բոլոր ամենը մի կողմ է դրվել, որտեղ ամեն ինչ կախված է այս պատերազմի արդյունքից։ Եթե Իրանը պատվով դուրս գա, բնականաբար ինքը թույլ չի տա, որպեսզի լինի ինչ-որ միջանցք Հայաստանի տարածքով, որտեղ իր համար դա շատ վտանգավոր է։ Եթե Իրանը պարտվեց, հա, փլուզվեց, ապա կարող է եւ նաեւ Թուրքիան Ադրբեջանը այդ Սյունիքի կարիքը չունենան ներքևով լինի մի այդ միջանցքը հա ուղղակիորեն հա այսինքն դեղ Հարավային Ադրբեջան այսինքն ես ծայրահեղ երկու օրինակներ բերեցի դրա համար հիմա ես կարծում եմ պետք է սպասել տեսնել թե ինչ զարգացում է լինելու եւ մյուսները նույնպես սպասում են